ադրբեջանցի կոչվող ժողովուրդ ասենք, հանրություն ասենք, վերջապես 7-8 միլիոն կան, չէ, բուն Ադրբեջանում։ Դրանց տրամադրությունները մենք մոռացանք, որ հենց նույն Ալիևի ձեռամբ արդեն երկրորդ, երրորդ սերունդը մանկամսուրից աճում են հակահայ։ Չգիտեմ, մի անբացատրելի ատելություն, այսինքն իրենց գոյաբանությունը կառուցվում է հայի հանդեպ ատելության վրա։ Ու դա ոչ թե դա իրենց գիտակցության մեջ է, իրենք հավատում են, որ հայը չարիք է առաջին հերթին իրենց համար ու ընդհանրապես տարածաշրջանի համար։ Հայը պիտի բնաջնջվի, իսպառ բնաջնջվի։ Ու հանկարծ այդ բանը շատ լավ գիտի Ալիևը, որովհետև ինքն է այդ ամենի կնքահայրը, այդ գաղափարախոսության։ Բացի դրանից այդ ֆիզիկական ատելությունը նաև ներշնչել է, որ Հնդկաստանից եկած այս գնչուական ցեղախումբը իրենք համոզված են, որ մենք այդպիսին ենք։ Այդ Հնդկաստանը ոնց են հնարել արդեն քանի տարի, որովհետև ինչ որ մեկը հարց կտա, չէ՞, լավ, եթե ասում եք, որ սրանք եկվոր են, դուք հյուրընկալել եք ձեր հողերում, արևմտյան Ադրբեջանում, բալա որտեղից են եկել։ Այդ հարցը կծագի, չէ՞, ու այդ հարցն էլ են մշակել դրանց պատմաբանները, եկել են Հնդկաստանից, թափառական ինչ որ Բոշաներ են, էլի։ Հիմա փաստաթուղթ է ստորագրվում, ըստ էության կապիտուլյացիոն փաստաթուղթ, բայց միևնույն է գլխին գրված է խաղաղության պայմանագիր։ Ինչպես է դա ընկալելու ադրբեջանական հանրությունը, որքան էլ սկսես բացատրել, նախ չես էլ կարող անկաշկանդ բացատրել, որ խաբել եմ կամ ստիպել եմ, վերնագիրն է այդպես, բայց հələ նայեք բովանդակությունը արդեն ամբողջ փաստացի Հայաստանը մեր ազդեցության տակ են գնում դրանով։ Միևնույն է, մի կարծեք, թե դրանց այդ հանրության ինտելեկտը մերինից բարձր է, որքան էլ որ մեր ըմբռնողականությունը, ինտելեկտուալ, չգիտեմ, վիճակը սրանք ԿՊՆ ըստ տարիների ընթացքում զրոյացրին ինքնագնահատականը հայի, միևնույն է այնքան չիչավ, որքան ադրբեջանցու բնական այդ ոչխարային վիճակը, նրանք չեն հասկանալու, նրանք իրենց խաբված ու դավաճանված են զգալու, որ ինչպես ախր, մենք պապական գիտենք, որ սրանք թշնամի են, սրանց հետ ոչ մի թուղթ չի կարելի, ոչ մի պայմանավորվածություն եւ այլ, ու մեկ էլ հանկարծ խաղաղության պայմաններ։ Պատերազմ արեցինք, հաղթեցինք, դու նրան չես էլ կարողանալու բացատրել, որ դա համաձայնեցված շոու էր, արյունարփու շոու։ Նրանց ներշնչել են, որ այդ հաղթական ադրբեջանական բանակը վեր կացավ, հաղթեց, իհարկե նաև զոհեր տվեց եւ իդ վերադարձրեց ոչ թե իր պատմական հողերը, այլ հողերի մի փոքրիկ մասը։ Բայց այդքանից հետո դու ստորագրում ես հայերի հետ խաղաղության պայմանագիր, այսինքն չերկարացնեմ, եթե այդպիսի հիմարություն արեց Ալիևը, իհարկե չի անի, դա կբերի իր իշխանության ավարտին։